Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է Աստված, մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Նորին Սուրբ օծություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ եւ լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան, երկրի եւ ստվերների մեջ։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր վերստին Սուրբ ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջը եւ Փրկչին, ով ծնվեց եւ աշխարհ եկավ մեր փրկության համար։ Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ եւ լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի եւ ստվերների մեջ։ Ավետարանիչը Աստված Որդու ծնունդը համեմատում է լույսի ծագման հետ։ Արդարև, խորուրդ մեծ եւ սքանչելի։ Անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ, անծայրածիր տիեզերքը ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում, երկնային գահին բազմողը փոքրիկ եւ աղքատիկ քարայրում, ազգերը հրավիրվեցին մեղքը թոթափելու, մահվան խավարից ելնելու եւ հավիտենության ժառանգորդ լինելու։ Աստված մարդացավ, որպիսի մարդն աստվածանա, ուսուցանում են եկեղեցու սուրբ հայրերը։ Հիրավի Աստծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու, սրբագործվելու եւ աստվածանալու։ Սիրելիներ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության եւ դժվարությունների թատերաբեն, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական եւ հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաեւ մեր իրականության մեջ։ Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից եւ անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողականությամբ, բանավեճը վերածվում վիրավորանքի ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ եւ ազգանվեր ծառայությունը ստորադասում անձնական եւ խմբակային նեղ շահերի։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի եւ պետության հեղինակությանը եւ խոր վերք հասցված համայնքներին եւ հավատացյալներին։ Հակառակ անօրինական եւ կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր եւ անսասան է, հավատարիմ իր տերունաշնոր կոչմանն ու առաքելությանը։ Հայոց եկեղեցին սուրբ է ու սրբարար, հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարթողոմեոս առաքյալների քարոզչությամբ, որպես մարդկանց խավարան, հրեշտակած բնակարան եւ տուն Աստուծո։ Առաքելական մեր մայր եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազմաթիվ հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունն ու փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, նրան ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը լցվում է սիրով եւ ողորմությամբ, ազնվությամբ եւ արդարությամբ։ Քրիստոս ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն։ Տերը միշտ հավատարիմ է փրկելու խոտորումներից եւ անկումներից
մեղսակորույս մարդուն, քանզի ինչպես հռչակում է Եզեկիել մարգարեն, Աստված չի տենչում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից եւ ապրելը։ Քրիստոսով մեր առջև բացվում է վեր հառնումի, հավատով նորոգության ուղին, ըստ առաքյալների խոսքի Փրկիչը մեր կենդանի վեմն է, որ կարող է մեզ հաստատուն պահել խռովահույս աշխարհի ալեկոծություններում։ Աստված որդու փրկարար զորությամբ է, որ նահանջում են հեծությունը, մահն ու կործանումը, եւ փրկի սուրբ ծննդյան լույսն է ծագում նրանց վրա, որ նստում են խավարի երկրի եւ ստվերների մեջ։ Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, սուրբ ծննդյան հրեշտակաձայն ավետիսը եւ Բեթղեհեմյան աստղի լույսը այսօր էլ բոլոր մարդկանց ուղված հրավեր է Աստծուն ապավինությամբ կյանքը վերափոխելու, բարիով ու բարիքով հաստատելու խաղաղություն աշխարհում եւ հաճություն մարդկանց մեջ։ Երկնառակ այս падգամին ունկնդիր ապրենք եւ գործենք Տիրոջ հետ բոլոր բնագավառներում մեր նախանձախնդիր եւ ամբողջանվեր ծառայությամբ ի խնդիր անձնական, ընտանեկան, հայրենական կյանքի ապահով եւ բարոր ընթացքի։ Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական եւ ազգային մեր ներուժը։ Մեր առջև բացված է ճանապարհ դեպի Տերը, դեպի երկնառակ պարգևներն ու հավիտենությունը։ Այդ ուղիով տերունական падգամների իրագործումով է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը եւ ավետարանչի խոսքի համաձայն լույս կցակի մեր կյանքում, մեր նեղությունների եւ դժբախտությունների հաղթահարման ճանապարհին։ Արդ պարզասիրտ հովիվների եւ իմաստուն մոգերի պես անվարան երկրպագենք նորամանուկ Հիսուսին, մեր սրտերը բացենք մարդացյալ Աստված որդուն ընդունելու համար, նախանձախնդիր լինենք Փրկչի պարգևած շնորհներով վերափոխվելու, որպեսզի ինչպես Քրիստոս ծնվեց եւ դարձավ մարդու որդի, այնպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ։ Ըստ առաքյալի խոսքի, երբ ժամանակի լրումին հասավ, Աստված ուղարկեց իր որդուն, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Հավատարիմ մնանք Աստծուց մեզ ընծարված այս մեծագույն շնորհին եւ Աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ եւ ապահով ներկան եւ սերունդների լուսավոր գալիքը։ Սուրբ ծննդյան բերկրալի ավետիսով մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին, նորին Սուրբ օծություն Տեր Արամ առաջին Մեծիտան Կիլիկիոս կաթողիկոսին, Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Նուրհան arczepiskopos Մանուկյանին, Կոստանդնապոլսի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Սահակ arczepiskopos Մաշալյանին։ Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր եկեղեցիների պետերին, հայցելով մարդյացյալ Փրկչի զորակցությունը իրենց աստվածապատվեր առաքելության մեջ։ Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր եկեղեցու ողջ հոգևոր դասին եւ համայն հավատավոր ժողովրդին ի հայրենիս եւ իսփյուրս։ Սուրբ ծննդյան եւ Աստվածայտնության հուսառատ այսօրը աղոտ բարձրացնենք արդ Փրկիչ մեր Տերը, խնդրելով որ խաղաղությունը թևածի ողջ աշխարհում, հայրենի մեր եզերքներում եւ ապահովության եւ շենության մեջ հզորանա մեր պետությունը, բարօրության մեջ հարատևի մեր ժողովուրդը։ Հայց վերառայքենք հայրենազրկված Արցախահայ մեր զավակների տոկունության եւ հոգու ամրության, նրանց ոտնահարված իրավունքների վերականգնման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան
զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության եւ նրանց ծնողների եւ հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի եւ նվիրյալ հայրենիների, այլև գերության մեջ գտնվող եւ անհայտ կորած մեր զավակների համար։ Թող Բարձրյալի սուրբ աչքի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ։ Զարդարվի հավատավոր բարի գործերով եւ մենք գոհությամբ փառաբանենք մարդեղակցյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Քրիստոս տնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի ձեզ եւ մեզ մեծ ավետիս։